Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մշակույթի հանձնաժողովի ղեկավար Անահիտ Ալեքսանյանին։ Այսօր քննարկելու ենք իշխանությունների ներկայացրած գերտնտեսական աճի և իրական կյանքի հակասության հարցը և իշխանությունը նաև նշում է, որ միջին աշխատավարձն աճել է և բյուջեն մեծացել է, ինչ կասեք դրա մասին։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի և հնարավորության համար։ Այժմ մեր օրյա իրականությունը կայանում է պարգևավճարների պետություն և աղքատության իրականություն հակադրության միջև, ինչը և հանդիսանում է մերօրյա իրականությունը, որը անընդմեջ քննարկումների կենտրոն է դարձել, քանի որ մեր հասարակությունը, մեր հայությունը արդեն իսկ բազմիցս արձանագրել է և համոզվել է, որ բյուջեի բաշխման առաջնահերթությունը չի արտացոլում մեր հասարակության սոցիալական կարիքների ապահովումը և արձանագրել է ինչպես նաև միլիարդավոր դրամների ուղղումը պարգևավճարներին և հավելավճարների տեսքով իշխանական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց համար, և նույն ժամանակ հազարավոր թոշակառուներ, մեր հայրենակիցները շարունակաբար գոյատևում են նվազագույն կենսաթոշակով, որը բավականին ցածր և անբավարար է այսօրվա ապրուստի բարեկեցության ապահովման համար։ Միաժամանակ այսօրվա իշխանության ղեկավարը արտահայտում է տարատեսակ գաղափարներ, մտքեր, որոնք մեջբերելով ես կցանկանամ թարմացնել մեր հանրության հիշողությունը նրա արտահայտած գաղափարներից հետևյալը, որտեղ նա ասում է, որ դե աղքատ են, դա իր խնդիրն է, դա հանրության խնդիրն է, իսկ ով է ասել, որ այդ աղքատության պատասխանատուն մենք ենք, կամ այն արտահայտությունը, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից արվեց մի նման արտահայտություն, հայտարարություն, տարեցները և թոշակառուները շատ երկար են ապրում և մենք այստեղ խնդիր ունենք։ Սիրելի հանրություն, վերջիվերջո պետք է հասկանալ, որ այս ապիկարները աղքատությունը համարում են մեր հայրենակիցների, հենց մեր հանրության և հենց ձեր գլխում, և մեր հայրենակիցների կյանքի անապահովության և աղքատության մեղավորը հենց մենք ենք, դա կապում է հենց մեր հանրության հետ, հենց ձեր հետ և հայտարարում է նաև, որ բացարձակ պատասխանատվություն չի կրում այն խնդիրների համար, որոնց համար մենք այժմ մեր հանրությունը այժմ հայտնվել է հենց այս իշխանությունների մեղավորությամբ։ Փոխարենը այս իշխանությունը իրենց կողմից հայտարարում են և իրենք պարգևատրում են բազմաթիվ դրամներ, պարգևավճարներ, որոնք իրենց հատկացնում են և ավելի բարեկեցիկ են դարձնում իրենց կյանքն ու ապրուստը։ Միանշանակ սիրելի հանրություն, այստեղ մեզ համար տեսանելի է, որ իշխանությունը փաստացի կատարում է իր ընտրությունը, առաջնահերթությունը տալով վարչական վերնախավի նյութական ապահովությանը և ոչ թե սոցիալական խոցելի խմբերի կյանքի որակին, ինչպես նաև իր երկրի քաղաքացու, մեր հայության, մեր հայրենակիցների բարեկեցիկ ապրուստի պայմանների ստեղծմանը։ Այս ամենին հակադարձ իշխանությունները շարունակաբար պնդում են, որ պարգևավճարների համակարգը դա անհրաժեշտություն էր, դա անհրաժեշտ պայման էր արդյունավետ կառավարման խթանման համար, սակայն բազմաթիվ հարցերին, որոնք ուղղվեցին, թե արդյոք արդյունավետությունը չափվում է պարբերական այդ միլիոնավոր, միլիարդավոր դրամների հատկացմամբ, թե իրականում դա արդարացվում է կառավարման որակով և արդյունքներով, միանշանակ այս հարցերը մնացել են անպատասխան իշխանությունների կողմից, քանզի 7 տարիների նրանց կառավարման, այս ապիկար կառավարման արդյունքում խորացավ սոցիալական բևեռացումը, գնաճը ուղղակիորեն կլանում է մարդկանց եկամուտների աճը և նվազագույն կենսաթոշակը շարունակում է չհամապատասխանել նվազագույն սպառողական զամբյուղին, ապա այսպիսով պարգևավճարների բազմամիլիոն այդ համակարգը լիովին չի կարող ներկայացվել որպես պետական արդյունավետության ապացույց կամ որևէ արդարացում իշխանության կողմից։ Հարց ու պատասխանի կողմից հնչող հարցերին, թե ինչով է հիմնավորված
տրված կառավարության աշխատակազմի պարգևատրելու համար 3 միլիարդ դրամի տրամադրումը, երբ մեր թոշակառուների թոշակի մինչև նվազագույն սպառողական զամբյուղ բարձրացնելու մասին այդ խոստումը դեռևս չի կատարվել, ի կատար չի ածվել, օրվա իշխանության ղեկավարը հնչեցնում է մի զավեշտալի պատասխան, որը ձևակերպվում է այսպես, որ ճիշտ են արել, խոսում են ինչ-որ թալանված երևակայական գումարների դրամների վերադարձի մասին հազարավոր տրիլիոն դրամներից, միլիարդավոր դոլարներից, սակայն դրանց վերադարձի մասին, սակայն ասվում է, որ հենց այդ վերադարձված դրամներից է, որ հատկացվել է այդ պարգևավճարները, որոնք իրենց հաշվարկների արդյունքում կազմում են 0.0001%-ը, սակայն հարց է ծագում, թե ինչու է այդ գումարները անտեսանելի դարձել բյուջեում, ինչպես է ստացվում, որ արտաքին պարտքը այդ ետբերվածից պատիկներով ավելացել է։ Ավելին, մենք այսօր ունենք մի իրավիճակ, որտեղ պաշտոնյաների եկամուտները բազմապատիկ անգամներով գերազանցում են երկրի միջին աշխատավարձի չափերը, իսկ սոցիալական բեռը միանշանակ շարունակում է մնալ եւ ծանրանալ միջին եւ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների եւ մեր հայրենակիցների վրա։ Սա ձևավորում է երկու իրականություն եւ առաջինը դա արտոնյալ պետական վերնախավն է եւ գոյատևող հայ հասարակությունը, միանշանակ այս անարդարությունը վերածվել է վստահության ճգնաժամի, դա տեսանելի է, քանզի այս անհավասարության եւ անարդարության դրսեւորումը ուղղակիորեն ակնհայտ է, բացահայտ է, քանի որ մի կողմից իշխանությունը խոսում է տնտեսական աճի մասին, բյուջեի ավելացումից, միջին աշխատավարձի բարձրացումից, իսկ մյուս կողմից մեր հասարակության զգալի հատվածը շարունակում է ապրուստը այնպիսի սոցիալական ծանր պայմաններում, որտեղ ամսվա կտրվածքում գոյատևումը ուղղակիորեն վերածվել է հաշվարկված մի պայքարի։ Այս համայնապատկերում Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է մեր տարածաշրջանում ամենաթանկ երկրների ցուցակի առաջին տեղը, ամենաթանկ երկրների ցանկում առաջինը Հայաստանն է, հաջորդը Թուրքիան է, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը։ Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունը ամենաթանկ երկիրն է ցուցակում եւ առաջին տեղն է զբաղեցնում այս տարածաշրջանում, բնական է դառնում, որ մեր կյանքը, սիրելի հանրություն, ձեր կյանքը նույնպես թանկ է։ Սակայն որոշ ԿՊ իշխանական մեր տնտեսագետների ձևակերպումներով նրանք հաստատում են, որ Հայաստանի Հանրապետությունում գնաճը այդքան ահռելի չափսերի չի հասել, սակայն եթե իրականում այդ գնաճը ահռելի չափերի չէ, ապա ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է մեր տարածաշրջանի ամենաթանկ երկրների առաջին սանդղակ։ Այժմ թանկացումները տոկոսային հարաբերությամբ սկսվում են 9.5%-ից եւ հասնում են մինչեւ 24%, որը վերաբերվում է տրանսպորտին։ Եվս մեկ փաստարկ անելով պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում աղքատ եւ սոցիալապես անապահով ապրող բնակչության թիվը հասնում է 600-ից 650,000 մարդու, այսինքն այս մարդիկ ստանում են նպաստ կամ կենսաթոշակ, սակայն ցանկանում եմ շեշտադրել այն փաստը, որ իշխանության կողմից որքան էլ տրվում են խոստումներ, դրան հակադարձ չի բարձրացվել եւ չի բարձրացվելու այդ մարդկանց ոչ կենսաթոշակը, ոչ նպաստները, ոչ թոշակները եւ փոխարենը կյանքը Հայաստանի Հանրապետությունում գերարագ տեմպերով թանկանում է եւ աճում է։ Այսպիսով այս սոցիալական արդարության բացակայությունը այսօր ճգնաժամային է եւ մեր հասարակությունը տեսնում է երկու տարբեր իրականություններ, մի իրականություն, որտեղ պետական վերնախավը ստանում է բարձր աշխատավարձեր եւ պարբերաբար պարգևավճարներ եւ մեկ այլ իրականություն, որտեղ աշխատող քաղաքացիների զգալի մի մասը մեր հայրենակիցները չեն կարողանում իրենց եկամուտներով ապահովել
արժանապատիվ կենսամակարդակ իրենց համար, իսկ թոշակառուները ստիպված են սահմանափակել նույնիսկ իրենց կենսական անհրաժեշտ ծախսերը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը ըստ սահմանադրության հանդիսանում է սոցիալական պետություն, իսկ սոցիալական պետության գաղափարը ենթադրում է այն, որ տնտեսական աճը վերածվում է սոցիալական պաշտպանության, կրթության, հասանելիության, առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը եւ աղքատության նվազեցմանը, սակայն այսօր այս իշխանությունների օրոք մերօրյա իրականությունում տնտեսական աճի հիմնական շահառուները դարձել են պետական կառավարման վերնախավի ներկայացուցիչները եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այժմ իշխանության կողմից հնչող որևէ խոստում, նույնիսկ սոցիալական արդարության ոլորտում, ընդամենը հանդիսանում է նախընտրական խոստում, վերջի վերջո պարգևավճարների պետությունը շարունակվելով միանշանակ բախվելու է աղքատության իրականությանը եւ այդ բախումը պետք է լինի անխուսափելիորեն եւ դա հանգեցնելու է քաղաքական պատասխանատվության պահանջ։ Միանշանակ պետք է իմանալ, որ մեր հայությունը եւ մեր հանրությունը արժանի չէ նման իշխանությունների։ Ողջ եղեք։